Բայց կա այն ամենայնիվ տպավորություն, որ ինչ որ բան կամ ինչ որ մեկ արագացնում է process-ը։ Հուսանք, որովհետև օգոստոսի 8-ի համաձայնությունների իրականացման հարցում շտապողականության ամենամեծ շահը ունի Հայաստանի Հանրապետությունը։ Ինչու՞, որովհետև տրիպը, որը պետք է կառուցվի, առաջին հերթին եւ նախ եւ առաջ մյուս գործողություններից առաջ ենթադրում է երկաթուղու կառուցում։ Երկաթուղին պետք է Ադրբեջանից անցնի Մեղրիով եւ հասնի Նախիջևան։ Նախիջևանից հետո շարունակության մեկ ճանապարհ այսօր գոյություն ունի, այդ մեկ ճանապարհը անցնում է Երասխով դեպի Գյումրի, հետո Կարս, հետո Թուրքիա կամ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան, այսինքն Նախիջևանից հետո Երասխ, սա է այս պահին գոյություն ունեցողը։ Բայց մենք գիտենք, որ Թուրքիան արդեն հայտարարել է, գումարներ է ներգրավել, հիմնարկերք է արել, որ կառուցում է Կարս Նախիջևան երկաթուղի։ Եթե այդ երկաթուղին կառուցվի եւ եթե տրիպից հետո Նախիջևանից հետո բեռները եւ մարդիկ երթևեկեն դեպի Կարս միանգամից շրջանցելով Հայաստանի Հանրապետությունը, ապա Հայաստանը այստեղ կկորցնի շատ բան եւ այսպես մի փոքր պատկերավոր ասած կստացվի, որ մենք ունենք բաց սահմաններ, բայց միևնույն է հայտնվել ենք նորից բլոկադայի պայմաններում, հարաբերական բլոկադայի իհարկե։ Բայց դրա կառուցումը բավական երկար ժամանակ է տևելու, իմ գնահատմամբ 7-8 10 տարուց ոչ քիչ, թեև 5 տարի են հայտարարում, բայց դա շատ քիչ հավանական եմ համարում։ Ալիև ասում է թրիպը կաշխատի 28 թվականի վերջ։ Տեսեք 28 թվականի վերջ ընդամենը 3 տարի է, իսկ Կարս Նախիջևանը հնարավոր է կառուցել իմ գնահատմամբ 32-33 թվականից ոչ շուտ, այն էլ եթե շատ արագ Թուրքիան գործողություններ իրականացնի, կարծես թե Թուրքիան այնքան էլ չի շտապում։ Թուրքիան հակված է Գյումրի Կարսը վերանալ։ Այո, ես նրան էի գալիս, մյուս կողմից հակված է Գյումրի Կարսը աշխատեցնել եւ այստեղ եւս Հայաստանը շահեր ունի, որոնք համընկնում են Թուրքիայի այս հակվածության հետ, անհրաժեշտ է շատ արագ իրականացնել այդ գործողությունները, գործընթացները եւ բացել այդ ճանապարհները։ Եթե սա տեղի է ունենում, սա նշանակում է, որ օգոստոսի 8-ի համաձայնությունները շատ արագ իմպլեմենտացվեցին եւ ճանապարհները սկսեցին աշխատել։ Եվ սա առաջին հերթին, ինչպես ասացի, համընկնում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Իհարկե կարող է համընկնել նաեւ Ադրբեջանի շահերին, որը կցանկանա շատ արագ։ Ադրբեջանի ցնչող հայտարարությունները մեր տրամաբանությամբ անսպասելի են ու անհավանական են իրոք։ Վարչապետը Ադրբեջանի օրինակ Թբիլիսիում հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ պատրաստ է, մնացել է 1-2 մանր մունր բան։ Ես նշեմ, որ մեզ համար զարմանալի է այն պատճառով, որ մենք սովորել ենք, ապրել ենք այն իրականության մեջ, որ այն ինչ համապատասխանում է Ադրբեջանի շահերին, չի կարող համապատասխանել Հայաստանի շահերին եւ հակառակը։ Բայց այսօր իրողությունները փոխվել են, այսօր կան իրավիճակներ, որ կարող են լինել լուծումներ, որոնք համապատասխան են եւ Հայաստանի շահերին եւ Ադրբեջանի շահերին։ Խոսքը իհարկե չի գնում, որպեսզի չմեղադրեն նրանում, թե խոսում ենք բարեկամության մասին, եղբայրության մասին, թեև ես նշեմ, որ այն ընդդիմադիրները, ովքեր այսօր այդպես սուր հակաադրբեջանական ելույթներով են հանդես գալիս, իրենք հոդվածներ էին հրապարակում տարիներ շարունակ, որտեղ խոսում էին այն մասին, թե Խորհրդային Միության հնարավոր վերականգնումից հետո եղբայրական հարաբերություններ կառաջանան հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև։ Այսօր չգիտես ինչու զուտ առանց նման հարաբերությունների առևտրին, համագործակցությանը եւ այլնին դեմ են։ Ես նշեմ, որ առևտուր համագործակցություն փոխադարձ շահերի հիման վրա գործողություններ հնարավոր է։ Լավ, այնուամենայնիվ, ինչը հեղաշրջեց Ադրբեջանի հռետորաբանությունը։ Իմ գնահատմամբ այն, որ Ադրբեջանը սկսեց մի փոքր ավելի քիչ վախենալ Հայաստանի ռևանշից։ 2020 թվականից հետո բավական սուր էր այդ վախը, որ Հայաստանը ահա կարող է արդեն փորձել զարգանալ, բարեփոխել իր բանակը, ուժերը, վերախմբավորել եւ այլն եւ փորձել ռևանշի հասնել։ Ժամանակը այդ վախը նվազեցրեց եւ Ադրբեջանում սկսեցին գնահատել իրողությունները մի փոքր այլ պրիզմայով, սկսեցին, այսպես ասենք, Հայաստանի հետ այդ իմ նշած համընկնող շահերի համակարգը իրենք էլ տեսնել, իրենք էլ պատկերացնել, իրենք էլ փորձել իրականություն դարձնել։ Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր գոնե ամենաբարձր մակարդակով որոշել է սահմանափակվել նրանով, ինչ ունենք։
29743 քառակուսի կիլոմետր իր ռեսուրսներով, իր բնական հարստություններով, իր ժողովրդով, իր խնդիրներով եւ այլն։ Եվ Ադրբեջանում քիչ-քիչ ժամանակի ընթացքում տեսնում են, որ դա իրականություն է եւ ոչ թե Հայաստանում փորձում են խաբել իրենց եւ հետագայում ինչ որ գործողությունների դիմել։ Այս վերջին գործընթացների նկատմամբ ռուս-իրանական լռությունը կամ որոշի մասով նաև համաձայնությունը ինչով է բացատրվում։ Ես այդ երկու արձագանքները չէի միացնի իրար, նշեմ, որ Իրանի արձագանքը մի փոքր այլ է, մի փոքր չէ, բավական այլ է։ Իրանը խնդիրներ սկզբնական շրջանում խնդիրների մասներ բարձրաձայնում առ այն, որ ամերիկյան ներկայությունը կարող է իրենց սահմանի համար խնդիրներ առաջացնել, բայց կարծես թե Հայաստանի կողմից ներկայացված բոլոր դետալներից հետո Իրանում ամեն դեպքում այդ խնդիրների նկատմամբ այլևս այդպես սուր ընկալում չկա։ Ռուսաստանի մոտեցումը մի փոքր այլ է, Ռուսաստանում ներկա իշխանությունը Ռուսաստանի գործում է կամ ամեն ինչ կամ ոչինչ տրամաբանության մեջ եւ այն, որ օրինակ թե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ եթե ես համաձայն չեմ, թե կան այլ քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են դրանց հետ էլ համաձայն չեմ, առ այն, որ Ռուսաստանի հետ կարելի է, Ռուսաստանի այս իշխանությունների հետ կարելի է ինչ որ համաձայնությունների գալ եւ ինչ որ չափով մնալ ԵԱՏՄ-ում, բայց միաժամանակ գնալ դեպի Եվրամիություն, հնարավոր չէ դա։ Ռուսաստանը ցանկանում է կամ ամեն ինչ, եթե ամեն ինչ չի ստանում, ուրեմն ոչինչ։ Նույն տրամաբանությամբ, ինչի մասին օրինակ Մեդվեդևը մեկ անգամ հայտարարեց, առանց Ռուսաստանի մեզ աշխարհը պետք չէ, այսինքն եթե Ռուսաստանը պետք է ունենա խնդիրներ, մենք ամբողջ աշխարհը կվերացնենք մեզ հետ։ Նույն տրամաբանությունը գործում է ավելի փոքր մակարդակում։ Եթե մենք Հայաստանում չպետք է որոշումների կայացման գործընթացում լինենք առաջինը, ապա որևէ մեկը չի լինի առաջինը այս տրամաբանության մեջ։ Այնպես որ Ռուսաստանի արձագանքը շատ ավելի սուր է, գուցե բարձր մակարդակում նրանք ինչ որ այսպես ասենք սիրաշահող հայտարարություններ են անում, թե դա Հայաստանի ներքին գործն է, մենք գոհ ենք, ուրախ ենք եւ այլն։ Եվ հետո ասում է երևի նաև Մոսկվա-Բաքու ներկայիս մակարդակը հարաբերական։ Ներկայում կարծես թե մի փոքր այդ ճգնաժամը մեղմվեց, բայց այո, կար մի պահ, երբ բավական սուր էին հարաբերությունները եւ ես նշեմ, որ իմ գնահատմամբ ոչ վերջին դերն է խաղացել նաեւ այն, որ Ադրբեջանը եկավ եւ ստորագրեց օգոստոսի 8-ին այդ համաձայնությունները, կարծում եմ Ռուսաստանում, եթե ոչ այդպես խորությամբ ամբողջությամբ, բայց որոշակի տրամաբանության մեջ տեղյակ էին, որ ինչ որ բան տեղի է ունենում եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների սրվելու պատճառներից մեկն էլ է։ Գյումրիի դեպքերի կամ Գյումրիում զարգացումների հիմքը քաղաքական է թե քրեական։ Տեսեք, գոյություն ունի քաղաքական գործընթացների տրամաբանություն։ Քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ ցանկացած դերակատար, դա կլինեն հոգևորականներ, դա կարող է նաև ընտրական ասել արդեն։ Նախընտրական ժամանակում են այդ գործընթացները տրամաբանությունն է։ Ցանկացած դերակատար իրավունք ունի որոշակի գործողություններ իրականացնել, բայց այդ գործողությունները պետք է քաղաքականից չանցնեն իրավական դաշտ։ Մենք տեսնում ենք, որ կան իրավիճակներ, կան դերակատարներ, որոնք քաղաքականից անցնում են իրավական դաշտ եւ հետևում է իրավական գնահատական։ Ես մի հետաքրքիր բան պիտի ասեմ, որը կարծես թե որի մասին կարծես թե չեն խոսում հանրային դաշտում, բայց տեսեք, խնդիրը այն չէ, որ օրինակ Միքայել Աջապահյանը ձերբակալվել է եւ դատապարտվել է։ Խնդիրը այն է, որ նույն կերպ, նույն ձևով, նույն բառապաշարով հայտարարություն անող այլ մարդիկ չեն ձերբակալվել եւ չեն դատապարտվել։ Եվ հենց դրա համար է աննորմալ թվում Միքայել Աջապահյանի ձերբակալությունը եւ դատապարտումը, եւ հենց դրա համար է ձեր հարցը տեղին, սա քաղաքական հարց է, թե իրավական հարց է։ Եթե զուտ գանք նաև Գյումրիի քաղաքապետին։ Նույնը վերաբերում է Գյումրիի քաղաքապետին։ Տեսեք, Գյումրիի քաղաքապետի դեպքում կա ձայնագրություն, այդ ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցվել, իհարկե առերևույթ դեռևս չկա դատական ակտ։ Ես ենթադրում եմ, որ կեղծ չէ, եթե կեղծ լիներ, հիմա արդեն իրենց դատապաշտպաններով եւ այլնով մի քանի տեղ բողոքարկել էին, բայց կարծես թե չեն բողոքարկում։ Եթե չեն բողոքարկում, հավանաբար կեղծ չէ, բայց դատական գործընթացը դա կպարզի։ Խնդիրը սա չէ, խնդիրը այն է, որ կան այլ նմանատիպ գործեր, որոնք ոչ միայն որոնցով որևէ մարդ չի ձերբակալվել, այլև տարիներ շարունակ մարդիկ գտնվելով
դատական գործընթացի մեջ շարունակում են վայելել կյանքը, նրանց որևէ մեկը չի ձերբակալում, նրանց կյանքի պայմանները որևէ մեկը չի խախտում եւ մարդիկ, որոնք տեսնում են, որ այս դեպքում տեղի ունեցավ այսպես, բայց մյուս դեպքում համանման դեպքում, նույն խնդիրների դեպքում տեղի ունենում այլ դրա համար էլ կա քաղաքական գործոնի այո, սկսում են քաղաքական հետքեր փնտրել։ Հասկացա, բացատրությունը։ Այսօր անգամ Զախարովան է խոսել Գյումրիի դեպքերից եւ ասել, որ ուրشادիր հետևում են։ Իսկ ինչին են հետևում եւ ինչու հենց Գյումրիի դեպքերից։ Զարմանալի է իհարկե, որ Ռուսաստանում կարող են Հայաստանում ինչ-որ իրավական գործընթացի ուրشادիր հետևել, որովհետեւ Ռուսաստանում այնքան իրավական գործընթացներ կան, բազմակի անգամ ավելի մեծ խախտումներով, որ եթե որևէ մեկը փորձի դրանք հետևել, գուցե գլուխը պատտվեր այդ հետևելուց, բայց եթե Զախարովան ցանկանում է հետևել, թող հետևի։ Ես չեմ կարծում, որ դրանից մենք շատ պետք է անհանգստանանք։